Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, այս վերջին օրերին ինչ որ բազմապիսի, բազմատեսակ, բազմա ժանր հարցումներ են իրականացվում, մարդիկ փորձում են հասկանալ, թե որքանով է այդ կուտը կերել ժողովուրդը Սամվել Կարապետյանի եւ այս հեծի այս ներկայացուցիչները, ովքեր որ քաղաքական հայտարարություններ են անում, բայց իրենք ասում են, որ իրենք քաղաքական չեն, ինչ որ մեր ձևով, բան ինչ որ նոր ձև է դա, հա, այդ ձևով շարժման բանն են ուզում հասկանալ, էլի, որքանով է ազդում հանրության վրա եւ կարող են արդյոք 26 թվականին լինել առաջատարը այս կազմակերպված ապազգային ընդդիմադիր գործիչների մեջ, այսինքն Պուտինի աշկում կարող են ասել, որ այ եկեք առաջին քաշող օղակը ես լինեմ։ Այս մրցույթն է գնում, թե ով է լինելու ներկայացուցիչը։ Բայց կան քաղաքացիներ ցավոք սրտի, որ սատարում են կամ բանը որոշում են, որ այս մարդիկ ճիշտ են ասում երևի, գնացել կանգնել են կողքները, կան նաև ցավոք սրտի արցախցիներ, ովքեր ասում են, որ մեր բարերարն է, մենք էլ հո չենք այդպես թողնելու, հիմա եկեք այս բարերարի կերպարի հետ մի բան հասկանանք եւ տեսնենք, թե ինչպես է հեծը կառավարվել, չնայած որ ժողովուրդ ջան, եթե ունեք համացանց Facebook-յան էջում գրանցված եք, ասեմ, որ Ռոմանոս Պետրոսյանը բավականին ակտիվ է ու կարող եք հրապարակումները նրա տեսնել եւ ոչ մի հրապարակման համար դեռևս ինչ որ վարչական դատարան դիմող չի եղել, էլի քաղաքացիական դատարան դիմող չի եղել, այսինքն զուտ փաստեր է հրապարակվում այն մարդկանց համար, ովքեր որ այսօր դուրս են եկել ու ասում են, բա մենք ամեն ինչ լավ ենք արել ու դեռ լավ ենք անելու, մեր ձևով ենք անելու։ Մենք բարերար ենք, որովհետև։ Հիմա եկեք ընթերցեմ հերթական նյութը, սա հերթականն է իսկապես, սա միակը չի ու առաջինը չի, որ ընթերցում եմ։ Սա հերթականն է, բայց ամեն անգամ նոր բաներ երբ որ բացահայտվում, ուղղակի սարսափում ես։ Սարսափում ես ոնց կարող է մարդու լեզում դեռ պատտվել, դուրս գալ հրապարակային ինչ-որ գործունեություն ծավալել։ Այստեղ մի քիչ իսկապես էլ այդ նամուս, աբուր, այդ բաները պետք է լինում, էլի։ Գնանք։ Հեծի թաքցված կորուստների դիմաց տևականորեն վճարել են ՀՀ քաղաքացիները, պետական եւ համայնքային բյուջեները։ Ռոմանոս Պետրոսյան։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված հեծի 25 թվականի էլեկտրաէներգիայի կորուստների թույլատրելի սահմանաչափը 7% է։ Դա հեծին մատակարարված բաշխից ցանցմուտք եղած եւ հեծի կողմից սպառողներին բաշխված էլեկտրաէներգիայի ծավալների տոկոսային տարբերությունն է։ Այս մասին սոցցածերի իր էջում գրել է հեծ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շարունակելով։ Իսկ մինչև 7%-ը համարվում է նորմալ։ Ըստ հեծի պաշտոնական տվյալների, որոնք նախորդիվ ներկայացվել են նաև ՀՑԿՀ-ին, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին բաշխույց ցանցում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստը կազմել է միջինը 6.4%։ Որոշ ցանցերում կորուստները ներկայացվել են նույնիսկ մինչև 3.5-ից 3.8%։ Ընդ որում, այս ցուցանիշներով մեր երկիրը համաշխարհային էներգետիկական համակարգերի համապատասխան ռեյտինգներում զբաղեցնում է top 50 միջակայքը։ Հարևանությամբ այնպիսի զարգացած էներգա համակարգ ունեցող առաջատար երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան եւ այլն։ Բնականաբար այս հաշվետվություններին եւ սույն վիճակագրության առաջին անգամ ծանոթանալիս ինձ համար խիստ կասկածելի եւ ոչ արժանահավատ թվացին, դրանք հաշվի առնելով մեր երկրում արկա էներգաբաշխիչ ցանցի վատթար վիճակը եւ մասնավորապես հեծի ենթակառուցվածքների ծայրահեղ մաշված եւ ֆիզիկապես ու բարոյապես հնացած համակարգերը։ Եվ արդեն սկսած հուլիսի կեսերից ՀՑԿՀ կողմից հեծի նկատմամբ վարչական վարույթի մեկնարկից հուլիս եւ օգոստոս ամիսների համար հեծի մի շարք ցանցերի էներգաիրացման հաշվետվություններում, որտեղ մասնավորապես փոխվել են ցանցերի եւ տեղամասերի պետեր, նկատելի դարձան սպառած էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների ցուցանիշների էական աճի միտումները ընդհանուր մինչև երկնիշ թվերի հասնող։
Պատկերացրեք, երբ որ իրենք են եղել, ասում են դե կորուստը մինչև 7% է, 3.5-ից 3.8 է մեզ մոտ։ Ամեն ինչ նորմալ է։ Մարդը գարց ասում մի րոպե։ Այս հնացած, պայթած վիճակում գտնվող բանում ո՞ց կարա այդպես լինի։ Որոշում են ուսումնասիրություն անել ու որտեղ որ արդեն պետերին փոխում են, բան 1 ամիս 2 ամսվա ընթացքում մեկ էլ տեսնում են, որ կորուստները երկնիշ թվեր են, այսինքն 10-ից ավել, հա։ Որի գումարը ժողովուրդն է տալիս։ Բայց թաքցված են դրանք։ Հիմա ակնհայտ է դառնում, որ մինչև ՀՑԿՀ կողմից հեծի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը եւ ժամանակավոր կառավարչի նշանակումը հեծի կողմից ՀՑԿՀ ներկայացվող եւ պաշտոնապես հրապարակվող էլեկտրաէներգիայի կորուստների մասին տեղեկատվությունն այդքան ճշգրիտ չի արտացոլել հեծում արկա իրական պատկերը։ Ստացվում է այդ տվյալներն առերևույթ կանխամտածված խեղաթյուրվել եւ իրենց ձևով մատուցվել են հանրությանն ու պատկան մարմիններին։ Ինքնին հեծն իհարկե խոշոր հաշվով դրանից վնասներ չի կրել, քանի որ իրական կորուստների ըստ առնվազն երկնիշ թիվ եւ ներկայացված հաշվետվություններում նկարված ցուցանիշների տարբերությունը ամենայն հավանականությամբ հավելագրվել է մեր քաղաքացիների կողմից սպառված ծավալներին, պետական եւ համայնքային հիմնարկների բյուջետային հաշվիչներին, տարբեր տրամաչափի ձեռնարկությունների, բիզնես միավորների ծախսումներին եւ այլն։ Այսպիսով, թաքցված կորուստների դիմաց տևականորեն վճարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեները, տարբեր մասշտաբի տնտեսվարողներ եւ այլն։ Ասվածի վերաբերյալ բազմաթիվ փաստեր եւ գործուն ապացույցներ արդեն իսկ ունենք ձեռքի տակ, ինչպես նաեւ մի շարք հաղորդումներ են տրվել իրավապահներին, մի քանի քրեական վարույթներ են նախաձեռնվել քննչական մարմիններում, սակայն վախենամ նշված երևույթը կրել է մասսայական եւ համակարգային բնույթ հեծի բազմաթիվ մասնաճյուղերում ու տասնյակ ցանցերում։ Այս պահին հեծում ընթանում են համալիր ստուգումներ մի քանի ուղղություններով, ինչի արդյունքում վերհանված առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը պատշաճ կերպով կփոխանցվեն թե իրավապահ մարմիններին եւ թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այդ թվում վերլուծելու դրանք հարուցված վարույթի շրջանակներում։ Հորդորս է պետական հիմնարկների եւ թիմ հաստատությունների ղեկավարներին մեկ անգամ եւս ստուգել իրենց կողմից շահագործվող էներգահամակարգերի սպառման ծավալները, համադրել դրանք արկա հզորությունների ենթադրելի ծավալների հետ, գիշերային սպառման, եթե կա առանձին հաշվառում, ծավալները համադրել իրական գործունեությամբ պայմանավորված սպառումների ծավալների հետ, հաշվիչների օգոստոս-սեպտեմբեր ամիսների ցուցմունքները համեմատել նախորդ ամիսների եւ անցյալ տարվա նույն ամիսների արձանագրումների հետ եւ հավելագրման ակնհայտ փաստեր կամ ողջամիտ կասկածներ ունենալու դեպքում կապ հաստատել հեծի պաշտոնական հեռախոսահամարով կամ էլ փոստով։ Բոլոր այդ տվյալները վերլուծության կենթարկվեն հեծում հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբի կողմից հավելագրումների հնարավոր փաստերը հաստատելու պարագայում դրանց ընթացքը կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հեծը պետք է ծառայի մեր ժողովրդին։ Տեսեք, ամենավատը գիտեք որն է, եթե նմանատիպ մի նյութ հրապարակվի աշխարհի որևիցե զարգացած երկրում, սա կդառնա վերջը։ Կդառնա վերջը։ Որևիցե մեկը հրապարակային արդարացման խոսք չի կարողանա իրեն թույլ տալ ասել, որովհետև հանրությունը, հասարակությունը, ես չգիտեմ ինչ կանի։ Մեզ մոտ այնքան են նմանատիպ բաներ եղել ու հանրությունը այնքան սովոր է, որ դե իրեն բա պիտի թալանեն, բա ինչ պիտի անեն։ Բայց այս հիմնարկն բա պիտի ավել վերցնի, բա ինչ պիտի ան։ Ու մենք արդեն այսպիսի բաներին չնայած մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստորեն փոխվել է 7 տարվա մեջ, որ ասում են ինչա փոխվել, բավականին բան է փոխվել փաստորեն, որ մենք արդեն էլ սա համարում ենք նորմալ երևույթ ու հայ ժամանակին թալանել են, հիմա էլ փորձեն կարգավորել։ Բայց սա ինչ է նշանակում։ Օրինակ, ինչ որ մի պահի է ընդդիմադիրները
աղբանության թեմաներով խառնվել էին իրար, չէ՞, այս որ փոփոխությունների պիտի ենթարկվեր։ Բա միայնակ թոշակառուն ինչպես պետք է վճարի։ Ես ինքս անկեղծ ասած լինում են այդպիսի դեպքեր, երբ ինքս համաձայն չեմ լինում այս կամ այն օրենքի որոշման հետ, ինչպես նաև դրա հետ նույնպես համաձայն չէի, բայց երբ որ դաշտի ընդդիմադիրները նրանք են, ովքեր որ երբեք այդ թոշակառու կնոջը չեն ուշադրություն դարձել, դեռ մի բան էլ նրա ունեցածել են կերել, այստեղ դու սկսում ես անհամաձայնությունների մեջ խեղդվել։ Մի կողմից այնտեղ համաձայն չես, բայց մյուս կողմից էլ համաձայն չես, որ սրանք ձայն անեն։ Հիմի բայց այդ ընդդիմադիրներին մի հատ հարց տամ։ Բա որ այդքան մտածում եք, թե թոշակառու կինը ոնց է մուծելու աղբանության հարցը։ Նախ այդ թոշակառու կնոջ թոշակը թե ինչի էր տարիներով այդքան ցածր, սա հարցի մյուս կողմն է։ Բայց հոսանքը ինչի եք խափում գողանում այդ նույն տիկնոջից, այդ նույն մարդուց։ Ումից եք գողացել։ Բնակիչներից խափել եք ու իմիջայլոց այս պատմության մեջ ես ասեմ, որ հեծի գործունեության թեմայով ես մի քանի լուսաբանումներ ժամանակին ունեցել եմ, այնպես չի էլի, որ հիմա Սամվել Կարապետյանին ձերբակալել են այլ կոչերի համար ու սրանք քաղաքական հայտ են փորձում ներկայացնել, ես էլ մի նոր սկսել եմ հակադարձել։ Ոչ, հեծի մասով բազմաթիվ եթերներ ես ունեմ, ընդ որում նաև ՀՑԿՀ-ին էլ եմ ժամանակին դիմել ձեռնարկությունների հետ կապված եւ ինչ-որ մի պահի այնքան խորքային էի արդեն տիրապետում իրավիճակին, որ հանգիստ կարող եմ ասել, որ այս կերուխումին ՀՑԿՀ-ն էլ է ժամանակին մասնակցել, կարող եք հանգիստ լինել։ Այո, նրանք չեն իմացել, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իսկապես տես չի իմացել հեծում ինչա կատարում, իմացել եւ կոծկել է, որովհետեւ բաժնետեր է եղել։ Բաժնետեր ոչ թե ֆինանսա-իրավական տեսանկյունից, այլ հենց այլ տեսանկյուններից, ներքին սևով։ Բաժնետեր են եղել, այո։ Եվ դա էր նաեւ պատճառը, որ երբ որ բարձրաձայնում է այդպիսի հարցեր, ենթարկվում է տարատեսակ հարձակումների։ Ընդ որում նաև իշխանական թևից մարդիկ կային, ովքեր որ այնքան էլ չէին ընդունում ասածս, հա, չէին ցանկանում հավատալ կամ ընկալել կամ դիտավորյալ պաշտպանում էին նույն ՀՑԿՀ կառույցին։ Երևի հետները հարաբերություններ ունեին։ Բայց ո՞նց է այսպես լինում։ Միացել ու քամել են, կերել են։ Այսօր դուրս են եկել Նարեկ Ինչյաներ։ Հա, մենք գանք, փոխենք, լավացնենք, Կիրովականը դարձնենք, չգիտեմ ինչ, Գեղարքունիքի մարզը եսի ինչ, տեսնում ենք ինչ եք դարձրել։ Դու ոնց կարող ես ինչ-որ առհասարակ ժողովուրդ ջան, անկեղծ խոսենք։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցավով ու խնդրով կարան զբաղվեն մարդիկ, ովքեր իրենց կյանքում նեղոր չեն տեսել։ Ես դրան չեմ հավատում, բացարձակ չեմ հավատում։ Այո, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը առայժմ այն երկիրն է, որտեղ որ պիտի կաշվի վրա զգացած, նեղոր զգացած մարդիկ նույն լինեն կառավարությունում, որպեսզի հասկանան քաղաքացու դառն ու ցավը։ Ոնց կարա մեկ ով միլիոնների մեջ ծնվել, միլիոնների մեջ մեծացել է, այսօր խոսի հասարակության դարդից ու ցավից, դու ինչ գործ ունես դրանց հետ։ Էն էլ ով դու Մարդը ձեր տիրույթում տարածվել էր նյութը, չէ՞։ Պատկերացնում եք ժողովուրդ ջան, իմիջիալոց այստեղ ես արցախցիների ուշադրությունը նույնպես հրավիրում եմ, այդ որ տենց բարերար եք դիտարկում ու ասում եք Սամվել Կարապետյանը մեզ համար լավ բաներ արել է։ Հիմա լսեք։ Մարդուն բռնել ծեծել են մի քանի անգամ, որպեսզի այս մարդը ով որ այդ դաշտում գումար է վաստակել, գումարները տանի 10 միլիոն եվրոյի մասին է մոտավորապես խոսքը, եթե չեմ սխալվում, ասել են դու մեզնով ես այդ փողը աշխատել, պիտի տանես մուծվես այդ բարեգործական հիմնադրամին։ Մարդը չի ուզեցել մուծվի, բռնել ծեծել են մի քանի անգամ։ Եվ Նարեկի վրա գործ կա, այո։
Կարող է դրա համար է մտել քաղաքական դաշտ, որ ինքն էլ դառնա քաղբանտարկյալ։ Ինչքան հանցագործ կա, ինչ որ ակտիվ մտնում է քաղաքական դաշտ, որ վերածվի քաղբանտարկյալի։ Կամ համենայն դեպս այդպես մեկնաբանվի այն մյուս վերբալ լրագրողների կողմից։ Հիմա այդ լրագրողներին մի հարց տամ։ Այս նյութը օրինակ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մասնագետ լրագրողական մասնագիտության բան, կարող այս նյութը ինչի չեք հրապարակել ձեզ մոտ։ Ինչի նման բաները չեք լուսաբանում։ Որովհետեւ դուք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա թքած ունեք։ Այ որ ասում ենք վերբալ եք, որ ասում ենք բան եք, փողով հակապետական, հակաժողովրդական կերպարներ եք, դրա մասին ենք ասում, դուք էլ նեղվում եք, այն օրը ազգային ժողովի միջանցքումից բռնացրել, բան եք անում, նեղված տենց ուզում եք հարցեր տեք, իբր բա մեզ շատ ես կպնում, չեմ կպնում, որակումներն եմ տալիս, բնութագրական նկարագիրն ասա ձեր։ Նմանատիպ բաները չի լուսաբանվում, բա, որ հանրությունը տեղեկացված չլինի, օրական Նարեկի հետևից միկրոֆոնով շրջում եք, մենակ թե երկու բառ ավել ասի Նիկոլի կամ իշխող կուսակցության վերաբերյալ, բայց այս բաներն էլ հրապարակեք, մի քիչ անաչառ եղեք, չի ստացվում, քաղբանտարկյալները երեկ էլ ազգային ժողովում, այն մեկը դուրս է եկել, ասում Աչապայանը մեր հոգևոր եղբայրն է, այս ձեր հոգևոր եղբայրը տերորի ու հեղաշրջման ռազմական հեղաշրջման կոչով է հանդես եկել, որ ձեր եղբայրը դուք ով եք, որ ձեր եղբորն է պիտի բանասող չլինի։ Այ երբ որ դուք իշխանություն եք, այո, ձեր շրջապատին ոչ մեկ չէր կարող բան ասել։ Այ այսպես ոնց ուզել ապրել են, դրա համար են ցանկանում վերադառնալ։ Սա մեն հեծի մասով է, սա հեծի մասով է։ Այն մեկը չգիտեմ, ոսկեզոծ ունիտազներով զուգարաններում ապրեն, մեկը 4.5 միլիարդի պահանջ կա վրան, այն մյուսի վրա 2 միլիարդի պահանջ կա ու դուրս են եկել մեր հայրենիքը դուք ուրանում եք եւ այլն եւ այլն։ Անկամ ծիծաղելի էլ չի, արդեն աբսուրդի այդ ժանրից է, էլի, որ անկամ ծիծաղելի էլ չի։ Ձեր հայրենիքը ձեր փողն է։ Ընդ որում ցանկացածի հաշվին։ Եվ գիտեք ինչ կան նաև այլ խոսակցություններ, էլ 44 օրյա պատերազմին մասնակցած կամավորներից Ռուսաստանից եկած։ Շատ խոսակցություններ կա, ոնց է փողերը տարել այդ մարդկանց։ Հիմի սիրելի արցախցիներ, մարդկանց ծեծելով, մարդկանցից խլելով լցրել են իրենց հիմնադրամ, ցույց տալու թե իրենք բարեգործ են եւ այդ գումարներից հատկացրել են ձեզ, որպեսզի ձեզ դնեն ֆինանսական կախվածության մեջ։ Ֆինանսական կախվածության մեջ դնելով հանգիստ կարող են ձեզ օգտագործել իրենց մյուս նարատիվների համար։ Դուք համաձայն եք դրա հետ, թե ոչ։ Հիմի շատերը կասեն, Փաշինյանն էլ երբ որ ընտրվել էր, ասում էր, որ նրանք բարեգործ են։ Այո, ասում էր։ Մինչև որ արդեն բերեցին, պապկեկը դրեցին, ցույց տվեցին, թե ով է բարեգործ, ով չէ։ Կամ կներեք, ընտրվելուց հետո, մինչև այս վերջերս ԱԱՑ-ն ԱԱՑ-ի նման էր, 90%-ն էլ այնտեղ էլ էլի նույն վերբալներն էին։ Նույն Կրեմլի հպատակները, նույն վերբովկա եղած երևույթները եւ այլն։ Եվ ոչ միայն Սամվել Կարապետյանի մասով շատ հարցերում ինֆորմացիաները խառնում էին։ Միայն թե պրավալ լինի։ Դա դու գիտեք ինչի հեշտ էր այդպես։ Հիմի կա ինֆորմացիան ասում ենք։ Դուք կուզեք այդպիսի բարեգործի բանը լինեք, շնորհակալ դեմքերը լինեք, ովքեր պատրաստ են ամեն քայլի գնալ։ Նա ձեր մաշկի վրա վերցրեք, գնացել եք, աշխատել եք, ձեզ ծեծել են, ձեր փողերը ձեռներիցդ խլում են, տանեն միտեղ բարեգործություն անելու։ Նույն Նարեկին էլ 1000 տեսակ գործի վրա բռնել են, դուրս է եկել ասում է, չէ, ասում է, ես բան չեմ, թալանչի չեմ, ես բան եմ, բարերար եմ, հոպարը փողը տվել էր, որ տաների այս ինչ, հել դուրս է եկել պատմում է, թե ինչպես են գումարները լվացել, դուրս է եկել մարդը պատմում է։ Հիմա էլ շատ լուրջ դեմքով նստում է, թե բա մենք գանք իշխանության մեր ձևով, այս կանենք, այն կանենք, այն կանենք։
Էլ չի ասում կմիանանք Վարդանիկին եւ նրա նման կասենք Հայաստանն ինչ երկիր է, որ թքած ունենք, ինչպես որ թքած ունեին հեծի վրա։ Մարդիկ ասին թքած ունենք հեծի վրա, թքած են ունեցել, որ էսա եղել։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու մի նյութ եւս ընթերցեմ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը 44 օրյա քննիչ հանձնաժողովի գործունեության հետ կապված, որ պետք է գիտեք բոլորդ էլ, որ այս օրերին արդեն պետք էր հրապարակել, իհարկե նախապես ասել էին, ես էլ մի քանի անգամ ասել եմ, որ ժողովուրդ ջան հանկարծ չսպասեք, թե ծայրից ծայր ամբողջը ձեզ ներկայացնելու են, դա հնարավոր չի, ոչ թե հնարավոր չի, որովհետև տիրաժը շատ մեծ է, այլ հնարավոր չի, որովհետև ամեն ինչը չի, որ ուղիղ եթերով կարելի է խոսալ ու ցուցադրել, թե ինչ վայրագություններ են եղել, ինչ սխալներ են եղել, ինչ ոչ ամենակիչը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կամ դավաճանական մոտեցումներ են եղել, այս ամեն ինչ ուղիղ եթերով ասել, դրանով մեր թշնամիներին շատ բան տված կնենք, այսինքն կունենար այդ բանը զեկույցը գաղտնի հատված եւ հնարավոր է մի փոքր հատված էլ հասարակության համար այնուամենայնիվ ընդհանրական մի բան ներկայացվել։ Եվ հիմա այդ հարցերի շրջանակներում Civilnet-ը հարցազրույց է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ես կարդամ ձեզ համար։ 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը պատրաստ է, սակայն դրա քննարկումն ազգային ժողովի լիագումար նիստում տեղի չի ունեցել։ Այդ մասին հայտարարել է ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ զգուշացնում, որ զեկույցը արխիվացնելն անթույլատրելի է։ Այո, լինում են այդպիսի դեպքեր, որ արխիվացվում են փաստաթղթերը, հետո արդեն մյուս պատգամավորները բան եթե ցանկանում են արխիվից կարող են օգտվել, բայց այս իմաստով ըստ Անդրանիկ Քոչարյանի դա արխիվացնելն անթույլատրելի է։ Իհարկե հիմա ընթերցեմ եւ մեր դիրքորոշումը որպես քաղաքացիներ նույնպես կներկայացնենք։ Factor TV-ին, կներեք, Civilnet-ին էի ասել, Factor TV-ին տված հարցազրույցում Քոչարյանը, որը 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է, ասում է, որ պատերազմի եւ պարտության պատճառները փաստագրող զեկույցը կարևոր է ոչ թե հաշիվներ մաքրելու, այլ ապագա սխալները կանխելու համար։ Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը ըստ Անդրանիկ Քոչարյանի պատերազմի պատճառները փաստագրելն ու ապագայի համար դասեր քաղելն է։ Եվ ենթավերնագիր. Պարտության բազմազան եւ բազմաշերտ պատճառները 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որը ստեղծվել է 22 փետրվարին եւ որի աշխատանքային ժամկետները 2 անգամ երկարաձգվել են, ըստ Քոչարյանի փաստագրել է հայկական կողմի պարտության բազմազան եւ բազմաշերտ պատճառները։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են 23 թվականի դեկտեմբերին, իսկ 24 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ 44 օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը պատրաստ է։ 200 էջից ավելի ծավալ ունեցող զեկույցը, որի եզրակացության բաժինը, ինչպես նշում է Քոչարյանը, 20 էջից ավելի է, հիմնված է հազարավոր էջերի, տեսագրությունների եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում վարչապետի, գլխավոր շտաբի պետի եւ արտաքին գործերի նախարարի տասնյակ ժամերի տևողությամբ ցուցմունքների վրա։ Համաձայն ազգային ժողովի կանոնակարգի այդ փաստաթուղթը, որն ունի գաղտնիության դրոշ, պետք է քննարկվի օրենսդիր մարմնի նիստում։ Հենց այդ նպատակով այն ուղարկվել է խորհրդարանի նախագահին 25 թվականի սեպտեմբերին դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից 1 տարի անց, սակայն մինչ օրս զեկույցը չի մտել լիագումար նիստերի օրակարգ։ Հարցազրույցում Քոչարյանը շեշտում է, որ զեկույցը ժամկետանց չէ եւ դրա հրապարակումը կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության համար։
Զեկույցում արծարծված կարևորագույն խնդիրների շարքում ըստ Քոչարյանի նշվում են բանակում առկա կոռուպցիան, կադրային քաղաքականության թերացումները, դավաճանության դեպքերը եւ դաշնակիցների կողմից տրամադրված մոլորեցնող տեղեկատվությունը, որոնք էականորեն ազդել են պատերազմի ընթացքի վրա։ Դե դաշնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունը, գիտեք ում մասին է խոսքը, մոլորեցնող են եղել մեր ռազմավարական դաշնակիցին, լավն է, չէ՞։ Արձագանքելով լրագրողի հարցին նա բացատրել է զեկույցն արխիվացնելու հավանականությունը եւ նշել, որ օրենքը հստակ ասում է ինչ պետք է անել։ Նախ այն պետք է քննարկվի ազգային ժողովի նիստում, այնուհետև այդ զեկույցի մի մասը, որը պետական գաղտնիք չի պարունակում, կարող է նաև հրապարակվել։ Լիագումար նիստերի օրակարգ մտնելու հարցը։ Զեկույցը մեկ ամիս առաջ է ուղարկվել ազգային ժողովի նախագահին եւ ըստ կանոնակարգ օրենքի նա պետք է մեկ ամսվա ընթացքում որոշում կայացներ դրա լիագումար նիստերի օրակարգ մտնելու մասին։ Քոչարյանը հույս է հայտնում, որ առաջին իսկ հերթական նիստի ընթացքում այդ հարցը կքննարկվի։ Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք իշխանությունը զեկույցի որոշ փաստերից զգուշանում է եւ չի ցանկանում դրա քննարկումը, Քոչարյանը հակադարձում է. նման բան լինել չի կարող։ Նա հիշեցնում է նախադեպի մասին, երբ ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը ժամկետներու շեղումներով հանդերձ հնարավորություն տվեց ներկայացնելու 2016-ի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կազմած նմանօրինակ զեկույց։ Քոչարյանն ընդգծում է, որ իրենց հանձնաժողովը մշտական գործող է եւ օժտված է սահմանադրական լիազորություններով, տարբերելով ժամանակավոր քննիչ հանձնաժողովներից։ Պարտության պատճառների ռազմական բաղադրիչը։ Պատերազմի պարտության քաղաքական պատճառների մասին շատ է խոսվել։ Քոչարյանը հարցազրույցում շեշտադրում է ռազմական բաղադրիչը։ Նա անդրադառնում է բանակում առկա կոռուպցիայի, կադրային քաղաքականության եւ կառավարման խնդիրներին։ Պնդում է, որ բազմաթիվ զինվորականներ, որոնք անգամ դասակ ղեկավարելու կարողություն չեն ունեցել, հասել են գեներալ լեյտենանտի կոչման։ Զեկույցում նշում է նա, արձանագրված են դասալքության, դավաճանության եւ այլ քրեական դեպքեր, որոնք հանգեցրել են 10,000-ից ավելի քրեական գործերի։ Խոսքը հիմնականում դասալքության դեպքերով հարուցված գործերի մասին է։ Այստեղ մի պահ դադար։ Այս մեր ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը, դեսեք կոմպլիմենտներ եմ անում, մեկ ընդդիմադիր եմ ասում ձեզ, ինչ-որ շատ նեղվել էին Աննա Հակոբյանի մի հայտարարությունից, մի հուշահամալիրի բացման, որտեղ որ թիվ էր նշել դասալիքների թիվ, 10,000-ից մի քիչ ավել մարդկանց, ու սրանք մինչև այս վերջերս քարկոծում էին, ես ինչ ես ասում, իմիջայլոց, երբ որ Աննա Հակոբյանը ասեց 10,000-ից մի քիչ ավել, մեկը ես զարմացել էի, ոչ թե որտեվ կարծում էի, որ էսի մեծ թիվ, այլ հակառակ զարմացել էի, որ այդքան փոքր թիվ է, որովհետև իմ կարծիքով պիտի ավելի մեծ լիներ, իսկ սրանք զարմացել էին, որ ես ինչ ես ասում, տենց բան չի եղել, դրանով արդեն ցույց տալով, որ իրենք ռազմի դաշտում չեն եղել, գուցե Արցախում եղել են, բայց իրենք չեն եղել մարտական ոչ մի տեսակ գործողությունների մեջ, այլապես կտեսնեին, անհնար էր աչքով չտեսնել դա։ Հիմա այդ որ տենց հարցակվել եք, ձեր մեդիա տերորի եք ենթարկում մարդկանց, հիմա այս ինչ թիվ է, 10,000-ից ավելի քրեական գործ գիտեք ինչ է նշանակում, 10,000-ից ավել քրեական գործ նշանակում, ամեն մեկը մի հոգու վրա է չի բացվել, ամեն մեկը մի պատմություն է, միտեղ մի վաշտ կլինի, միտեղ մի ջոկատ կլինի, միտեղ տարբեր անձիկ կլինեն, էլ դավաճանությունը բանը չասեմ, 10,000 միայն 10,000-ից ավելի միայն քրեական գործեր,
Սա ասպառ աշխատանք է լինելու։ Դրա համար էլ 5 տարի է քննում փոչը չի երևում։ Սա ու ժողովուրդ ջան, գիտեք, սա մեր իրականության մեջ է եղել։ Ու մի պատերազմում, որտեղ որ 44 օրվա ընթացքում այսպիսի բան կարա լինի, 10,000-ից ավել միայն քրեական գործեր։ Կներեք հարցը, թե ինչու պարտվեցինք, դառնում է ոչ լեգիտիմ։ Որովհետև պատճառը ակնհայտ դրած է։ Պատճառներից մեկը, բայց Անդրանիկ Քոչարյանը դեռ խոսում է բազմաշերտ ու բազմազան պատճառներից։ Սա պատճառներից մեկն է, այդ բազմաթիվ պատճառներից մեկն է։ Քսանթվից սկսած մեկը ես անընդհատ սա եմ փորձել հասկացնել։ Ես ցավում եմ միայն մի բանի համար, որ այս զեկույցի մեջ գաղտնի մասը շատ մեծ է ու այդ զեկույցը իրականացվելու է փակ ձևաչափով, բայց վստահաբար տարիների ընթացքում այդ գաղտնիության կոդը վրայից դուրս կգա ու սերունդներն էլ կկարողանան ծանոթանալ այդ ամենի հետ։ Սա խայտառակություն է։ Խայտառակություն, հետո դուրս գալ մեծ խոսել, չգիտեմ ինչերից, բազի չումա բան, այս չենք։ Սա մեր պատկերն է։ Քոչարյանի խոսքով, չնայած հետախուզական տեղեկությունները ցույց էին տալիս հարձակման հավանականությունը, Հայաստանը նաև մոլորեցնող տեղեկություններ էր ստացել դաշնակիցներից։ Ինչ են կոչվում ռազմավարական դաշնակիցներ, որպեսզի նման դեպքերում նույնպես աջակցեն իրենց հնարավորությունները եւ փորձը փոխանակելով։ Մեր ռազմավարական դաշնակիցը անընդհատ մեզ խաբել է, ասել է մենք այս տեղեկությունները ունենք, բան, դե մենք ուղիղ չենք կարա մտնենք պատերազմի մեջ, բայց սրանով ձեզ կօգնենք, ահա, ու խաբել է։ Ու Վարդանիկի նմանները ուզում են միանալ այս խափողին։ Ու Հայաստանում գործող ընդդիմությունը ազգային ժողովի այս խափողների մունետիկներն են։ Սա աբսուրդ է։ Ոնց որ վատերազ լինի, որը երբեք չի վերջանալու։ Բայց մեկ հիշում ես, որ 9 ամիս է մնացել ընտրություններին, ասում ես Աստված ջան, ոնց որ մոտ են։ Մենակ թե ժողովուրդը նորից նույն ձևով չգնա ընտրության։ Նա մատնանշում է ռազմական համակարգի պատրաստվածության պակասը, հատկապես օպերատիվ հետախուզական եւ հակահետախուզական գործունեության առումով։ Ու Արշակ Կարապետյանը կա, գոյություն ունի։ Ռուսաստանից ռուսերենով, չգիտես, լուտանքներ է թափում այսօրվա իշխանությունների գլխին։ Էսում խնդիրն է եղել։ Քոչարյանը նշում է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության միջոցները նոր էին սկսել արդիականացվել, իսկ կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի համար հատկացված գումարները մսխվել էին վաղուց։ Այո, նույն կապի մասով ասել ենք, պատերազմի ժամանակ ամբողջ վաշտի մեջ կամ չկար մի հատի կապի միջոց, կամ կար մի հատեր։ 90-ականների պատերազմին ամեն 5-6 հոգու մոտ, 5-6 հոգանոց բանի մոտ, խմբի մոտ եղել է կապի միջոց։ 90-ականներին, որ դեռ անգամ այս հեռախոսը չկար, ունեցել են 2020 թվականին չունեին։ Քարորյա ժամանակ դա քննվել է ավտոմատ կառավարման համակարգերը, կապի միջոցները։ Ուր են այդ փողերը։ Դե Արշակ Կարապետյանին պիտի հարցնեմ, փախել է Հայաստանից, հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։ Այո, որովհետև այդ համակարգերը, նաև ասեմ ձեզ, իր պապան էր բերում, մեկը 10 գնով ծախում էր պաշտպանության նախարարության վրա,
ու երևի բացի որ ծախում էր 1-ին 10 գնով տեղել չէր հասնում ապրանքը դե բարձա չէ հատկատները բան այս կողմ են կողմ Սերժիկ Ձաձան մյուս Ձաձաները դավաճանություն եւ պատերազմի ընթացք Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ընթացքի վրա դավաճանության դրսևորումների ազդեցությունը գնահատում է որպես ողնաշար ջարդող հարված թիկունքից Նա ընդգծում է, որ դավաճանությունները, որոնք բացահայտվել են պատերազմից հետո, դրանից մեծ ծավալների են եղել։ Դրան զուգահեռ նա պնդում է, որ զինվորական ղեկավարության անփորձությունն ու անպատասխանատվությունը նպաստել են պարտությանը հատկապես հարավային ուղղությամբ։ Բա ասում եք, բա մեր բանակը կազմակերպեց, մենք գիտեք ինչ հերոս տղերքը բանակային այդ զինվորների մասին չեմ խոսում։ Զինվորականներից բարձր սպայական ազնագազմից բան նրանք գիտեք ինչ էին սովորել որ որտեղ էին ինչ սովորել կարող ենք իմանալ որտեղ էին իրենց վարպետություն անցել 30-ամյա հակամարտության գոտում այսպիսի բանակ կառավարողներ են լինում Քոչարյանը հաստատում է, որ զեկույցում կամ մանրամասն տեղեկություններ, թե ինչպես են որոշ զորամասեր լուծարվել կամ լքվել։ Ընդ որում նա կարծում է, որ դրանք միտումնավոր չեն լուծարվել եւ ենթադրում, երևի չեն հասկացել, որ պատերազմը մոտ է։ Խաղաղություն եւ ապագա անվտանգություն։ Զրույցի ընթացքում Քոչարյանը բազմիցս ընդգծում է խաղաղության կարևորությունը, որպես պարգև երկրի անվտանգության խնդիրները լուծելու համար։ Նա հակադարձում է այն տեսակետին, թե իշխանությունը միայն խաղաղությամբ է կերակրում ժողովրդին, չպատրաստվելով ապագա հնարավոր ռազմական գործողություններին։ Ըստ նրա խաղաղության յուրաքանչյուր օր հնարավորություն է տալիս ուղղել նախկին սխալները, ամրացնել պաշտպանական դիրքերը, զարգացնել ռազմարտունաբերությունը եւ բարեփոխել ուժային կառույցները։ Քոչարյանը նշում է, որ ներկայում մշակվում են պաշտպանության նոր մոտեցումներ, որոնք հիմնված են ժամանակակից տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի վրա։ Նա կարևորում է նաեւ հոգեբանական պատրաստվածությունը եւ հանրության կողմից բանակին ցուցաբերվող աջակցությունը։ Զեկույցի հրապարակումը ըստ նրա կնպաստի հանրության իրազեկմանը եւ կբարձրացնի պետական մարմինների հաշվետվողականությունը։ Հիմա գալով էլի այս բանին ասում են բանակում մեկան եսի մինչեր փոխեցին նախ հեղափոխությունից հետո ինչ որ եսի մինչեր չի փոխվել ճիշտ հակառակ Նիկոլ Փաշինյանը բանակը դուրս ա դրել քաղաքականությունից ապա քաղաքականացրել է ու սա չի կարելի ուրանալ չի կարելի մոռանալ չի կարելի սրա վրով անցնել խաբել այդքան ապա քաղաքականացրել է այսինքն զինվորականը պիտի զբաղվի իր զինվորական արվեստով եւ զեկուցի Եվ միայն 21 թվականի ընտրություններից հետո ստիպված եղան պաշտպանության նախարար, որը քաղաքական պաշտոնը անգամ այդտեղ զինվորական էին նշանակում։ Ստիպված եղավ գոնե նախարարին, որը քաղաքական պաշտոնը, իր թիմից դնել եւ այսօր պարոն Պապիկյանն է։ Ո՞ս կարելի է նայել մարդկանց աչքերի մեջ ու այդքան խաբել։ Եվ հիմա մեր դիրքորոշումը Ասեմ, որ այստեղ շատ զրուցելու թեմա կար, բայց մեր դիրքորոշումը հետևյալն է։ Այո, քաղաքացիները տևական ժամանակ նախ այս հանձնաժողովը ստեղծվել է իմ կարծիքով քաղաքացիների պահանջով, այսինքն քաղաքացիների շրջանակներում առաջացել հարցադրումները, թե բա իրականում ով է մեղավոր, պետքա քննվի եւ առաջացել է այդ պահանջը, որ պետքա քննվի այդ պատերազմը։ Ուստի հանրությունը կարա ըմբռնի, որ կա այդտեղ գաղտնիության մասեր մեծ մասամբ, որոնք որ ուղիղ եթերով կամ հրապարակման ենթակա չեն, բայց այնուամենայնիվ դա պիտի մտնի լիագումար նիստով քննարկվի եւ այն հատվածը, որը որ հնարավոր է պետական գաղտնիք չի պարունակում, նույնպես հրապարակվի հասարակության համար, որովհետև հասարակության ներսում բանավեճերը վերածվել են ընդհանուր միջև անձնական թշնամանքների, այն պատճառով, որ ամեն մեկը ասում է, չէ, պատերազմում էսիշներ մեղավոր կամ այն մյուս ասում է այնիշներ մեղավոր։ Հիմա քննիչ հանձնաժողովի ներկայացնելիքը կարող է շատ հարցերին սպառիչ պատասխան տալ։ Հասարակության ներսում եղած հարցերին։ Մեկը ես չեմ կարծում, թե
Ինձ համար այդտեղ նորություն է լինելու, բայց դրա հրապարակված լինելը անհրաժեշտություն է, որ վերջ տրվի ամենատարբեր, ներեցեք այս բառի համար, բազարներին։ Իմիջայլոց հիշեցնեմ նաև, որ քառորյա պատերազմը 16 թվականի դարձյալ հեղափոխությունից հետո է ստեղծվել հանձնաժողով։ Սերժնկսկի լայաղել չէին արել, որպեսզի ստեղծեին նմանատիպ հանձնաժողով եւ հասարակությանը ներկայացնեին, թե իր որդիները ինչու են զոհվել Արցախում։ Ահա եւ վերաբերմունքը քաղաքական հասարակության հանդեպ։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։